Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման նախատեսում է զգալիորեն ավելացնել ռազմական ներկայացվածությունը կենտրոնական և արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, քառապատկելով ռազմական ծախսերի համար նախատեսված բյուջետային միջոցները։ Նպատակն ըստ նախաձեռնության տարածաշրջանում ռուսական ագրեսիայի առավելագույնս զսպումն է։ Վաշինգտոնում հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը։ Սպիտակ տունը ծրագրում է 2017 թվականին լրացուցիչ ռազմական սարքավորումների համար վճարել ավելի քան 3 միլիարդ 400 միլիոն դոլար։ Ընթացիկ տարվա բյուջեով ռազմական ծախսերի համար նախատեսված է 789 միլիոն դոլար։ Նոր սարքավորումներն ըստ նախատեսվածի պետք է անհրաժեշտության դեպքում կիրառեն ամերիկյան և ՆԱՏՕ-ի ուժերը։ Մենք ուժեղացնում ենք մեր դիրքերը Եվրոպայում, սատարելով ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին ընդդեմ ռուսական ագրեսիայի, Վաշինգտոնում հայտարարել է Էշթոն Քարթերը։ Մենք ամրապնդում ենք դիրքերը ընդդեմ ռուսական ագրեսիայի, ասել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը և ավելացրել, որ նախորդ 25 տարիներին այդ մասին չէին մտածում, իսկ հիմա արդեն որոշել են դիմել նման քայլի։ Այսօրվա անվտանգության միջավայրը դրամատիկ կերպով տարբեր է նրանից, որը 25 տարի առաջ կար, և դա պահանջում է նոր մտածելակերպ և նոր գործելաոճ, հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը։ Միացյալ Նահանգների պաշտպանության ուժերն առաջիկա տարիներին ըստ Էշթոն Քարթերի կդրսևորեն այլ վարվելակերպ, որը տարբեր կլինի նախորդ տարիներին Աֆղանստանում և Իրաքում ցուցաբերած վարքագծից։ Պենտագոնի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը նախքան հոկտեմբեր ամիսը Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով պատասխանատու Էվելին Ֆարքասը ըստ New York Times-ի ասել է, որ այդ կերպ առավել կսերտանան հարաբերություններն այնպիսի երկրների հետ, ինչպիսին են Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը։ New York Times-ի փոխանցմամբ Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան ասել է նաև, որ հավելյալ ռազմական սարքավորումներն անհրաժեշտ է տեղակայել Ռումինիայում, Հունգարիայում, Բալթյան երկրներում։ Միացյալ Նահանգներն ըստ փորձագետների այս քայլին ստիպված է դիմել այս երկրներն իրավիճակի հավելյալ բարդացումներից զերծ պահելու նպատակով։ Այդ դեպքում համաձայն արևմտյան լրատվամիջոցներում առկա գնահատականների կստեղծվի նոր կացություն, որի պարագայում ռուսական կողմը կարող է ունենալ դժվարություններ։ Փորձագետները հետաքրքիր են համարում, թե արևմտյան պատժամիջոցների հետևանքները զգացող Ռուսաստանն ինչպես կարձագանքի Օբամայի վերջին նախաձեռնությանը։ Ի դեպ, պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչների պնդմամբ Օբաման մտադիր է նաև բյուջեով նախատեսել ֆինանսական միջոցների 35%-ով ավելացում իսլամական պետության դեմ պայքարի նպատակով։